Ողջույն սիրելի բարեկամներ, մենք էլի մեր ավտոբուսի մեջ ենք, ես Սոնա Ղազարյանի հետ եմ, ազգային ժողովի պատգամավոր, քանի որ միկրոֆոն չունենք, փորձենք մի քիչ բարձր խոսել, գնում ենք դեպի Լոռի կամ Լորվա բարբառով դբա Լոռի։ Այո, գնում ենք Լոռի, քանի որ մեր ուրախ ավտոբուսը չէր հասցրել բավարար ժամանակ անցկացնել Լոռու մարզում եւ կար պահանջարկը, մենք վերադառնում ենք ուրախ ավտոբուսի կազմով։ Եվ մեր առաջի կանգառն է Աշիր քաղաքը, հետո կլինենք մյուս քաղաքներում, սպասեք մեզ, միգուցե նաեւ անակնկալ այցեր կլինի եւ կշփվենք մեր քաղաքացիների հետ, ինչպես արդեն վերջի ինչքան ժամանակ մեկ ամսից ավել շփվում ենք մեր քաղաքացիների հետ եւ մեծ էներգիա ստանում ու շատ տպավորված ենք։ Իհարկե եղանակը իրական շատ գեղեցիկ եղանակ է, բայց ոչ այդքան ցույց տա մեր մյուս քաղաքացիներին, տեսեք թե ինչ եղանակ է, սա դիմացից, այսինքն ձմեռ է իսկական։ Իդեպ ազդանշանը, որ լսում եք, սա մեր ավտոբուսը բարևում է մեզ սրտիկ կամ բարև անող մարդկանց, քաղաքացիներին, դրա համար ազդանշանը լսվում։ Եվ ինչ տպավորություններ կան, Տիկին Ղազարյան։ Նախաճաշեցինք Գնթունիքում, կանգ առանք այնտեղ, որովհետև ըստ էության առավոտյան 8-ից շարժվել ենք, շատ համեղ է շատ ուտելիքը, խորհուրդ ենք տալիս իհարկե այցելել եւ քաղաքացիները մոտենում էին, բավական ակտիվ էր, չէ՞ ժամի համար։ Դե ինքը Գնթունիքը այնց լավ միջանկյալ կետ է, հատկապես Լոռի, Երևան, երբեմն նաեւ Վրաստան, Երևանը ճանապարհին ու Գնթունիքը ինձ թվում է նույնիսկ շատ ավելի պոպուլյար է, քան Երևանի շատ ռեստորաններ։ Շատ համեղ է, շատ։ Ու այս ֆուդ կորտային դրամաբանությունը ինձ թվում է երկրում զարգանում է եւ դա շատ լավ է, մարդիկ նույնիսկ առավոտյան այդ տարածքի կարող են տունը ոչինչ չպատրաստել, գնալ միանգամից Գնթունիք եւ նախաճաշել։ Իսկ ընդհանուր առմամբ այս մեր այսպես ասած ավտոբուսային արշավը ինձ թվում է շատ լավ ազդակներ է տալիս թե մարզերին, թե մենք ենք լավ ազդակներ ստանում մեր քաղաքացիներից, հասկանում ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, խաղաղության ճանապարհի, պետականության, իշխանության։ Top 3 հարց առանձնացնես, որոնք են այն հարցերը, որ քեզ ամենաշատն են տվել այս մի ամսվա ընթացքում։ Դե անձամբ ինձ ոլորտային հարցեր շատ են տվել, երբ որ իմացել են, որ տեղում եմ, հա, կամ երբ որ վարչապետին են տվել, վարչապետը հրավիրել է ինձ ավելի մոտ, որպեսզի պատասխանեմ հարցերին, բայց եթե ընդհանուր առմամբ բոլոր քաղաքացիների հարցերը ոնց որ մշակենք, իհարկե ամենակարևոր հարցը խաղաղության հարցն է եւ խաղաղության հարատեվության, որպեսզի այն ոչ մի կերպ չխարխլվի եւ նույնիսկ այն ուժերը, որոնք որ տենց ուզում են վերաբանակցեն, ինչ որ արդեն լավ բանակցված խաղաղությունը եւ հաստատված, դա հանկարծ տեղի չունենա, մոտավորապես այն տրամաբանության, որ եթե դա լինի, մնացածը մենք աշխատող, ստեղծող, արարող ժողովուրդ ենք, ինքներս կանենք ու եւ անում ենք այս դպրոցներ, մանկապարտեզ։ Քննադատություն է։ Դե համար մեկ քննադատությունը ինչի ոմանք դեռ բանտուն չեն։ Հա, բայց դա էլ շատ լավ պատասխան ունի, մենք իրավական երկիր ենք եւ իրավական երկրում որոշումները կայացվում են այդ ճանապարհներով, ինչքան էլ որ դա դանդաղ լինի, բայց շատ կարեւոր է, որ պետական ինստիտուտները աշխատեն եւ հանկարծ մենք նորից չգլորվենք այն նախկին վիճակները, որ դատավորները կարևոր չեն, կարևոր է օրինակ որևէ նախագահի, որևէ օգնականի զանգ ինչ որ մեկի բիզնեսը խլելու, ինչ որ մեկին բռնելու, ինչ որ մեկին ծեծելու եւ այդպես շարունակ։ Եվ սիրելի քաղաքացիներ, հունիսի 7-ին իրականում դուք ձևավորում եք օրենսդիր իշխանությունը։ Եվ շատ կարևոր է, որ այդ օրենսդիր իշխանությունը կարողանա աշխատել նորմալ եւ դրա համար կարևոր է, որ օրենսդիրում չլինեն ներդրված մարդիկ, ովքեր հակապետական են, անկախությունը իրանց համար գերագույն արժեք չէ։ Եվ դրա համար շատ կարևոր է, որպեսզի դուք քվեարկությանը մոտենաք գիտակցված եւ զրո քվետակ բոլոր նրանց, ովքեր կապիտալ են կուտակել արտերկրում, Հայաստանը չեն դիտարկում որպես իրենց հայրենիք եւ ձևավորեք այնպիսի օրենսդիր մարմին, ներկայացուցչական մարմին, որը արտացոլի ձեր կյանքը, ձեր պահանջները, ձեր խնդիրները եւ դրա համար հունիսի 7-ի ընտրությունները իրապես կարեւոր են, որպեսզի նաեւ ինստիտուտների ձևավորման տեսանկյունից ժողովուրդը իրական իշխանություն կրողը
իր ասելիքը տեղ հասցնի։ Ու մի կարևոր բան եմ ուզում ասել, ես վերջերս խոսել էի, երբ որ վերջերս ինչ որ շատ են խոսում ուժի, ուժեղության եւ նման բաների մասին, ուժը հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, դա ժողովրդի կամքն է, ուրիշ ոչինչ։ Դուք եք ամենաուժեղը, ամենաիմաստունը եւ դուք եք իշխանության իրական տերը եւ կրողը։ Մենք պարզապես այս պահին ձեր տված քվեով իրացնում ենք ձեր իշխանությունը։ Եվ կան ուժեր, որոնք ունենալով այդ քվեն կամ գողանալով այդ քվեն ժամանակին տեսել ենք, թե ինչպես են դա անում կամ հակառակն անում, այսինքն չեն անում եւ սրանից ավելի կարևոր բան չկա, ձեր ուժը պետք է մնա ձեր ձեռքերում եւ դուք դրա համար ունեք իրական գործիք, դա հունիսի 7-ին ձեր ընտրությունը կատարելն է ձեր համոզմունքով, խղճով, մտքով եւ ոչ մեկ չի կարող բռնանալ դրա վրա եւ էսա որ մեր ամենամեծ տարբերությունն է։ Այո, եւ իրականում ուզում եմ հիշեցնել նաեւ ընտրակաշառք առաջարկելն ու վերցնելը քրեորեն բաժել է հավասարապես, սա խնդրում եմ տարածեք ձեր ընկերների շրջապատում, իրավապահ համակարգը թույլ չի տալու, որպեսզի որևէ մեկի քվեին փորձեն քվեն գողանալ, այսինքն գնեն այդ քվեն եւ իմացեք, որ իրականում ձեր ուժը, այնպես դուք ունեք այդ ուժը, մարդիկ չեն կարողանում մարսել։ Այս ամբողջ խնդիրը իրականում։ Այո, այս 2018 թվականից հետո եւ ներքին եւ շատ արտաքին ուժեր չեն կարողանում հանդուրժել, որ Հայաստանի Հանրապետությունը որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ոչ թե որոշ օլիգարխներ, որոշ արտաքին ուժեր կամ ընտրակաշառք բաժանողներ, ընտրակեղծարարներ, այլ միակ որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է իր տված քվեով, նույնիսկ երբ որ այդ քվեն տրվում է այնպիսի ուժերի, որոնք բնույթով ժողովրդավար չեն։ Իդեպ 2 օր առաջ երևի կամ 3 արդեն չեմ հիշում, մեկնաբանություններում մեկը գրել էր հունիսի 7-ին ընդդիմադիրներից կտեսնենք թե Հայաստան քանի խոտակեր անասու կա։ Այսինքն նրանք քաղաքացիներին, ովքեր մեզ են ընտրում, ապրիորի այսպես վիրավորում են ու թույլ չենք տալու, այս էլ իմանալ։ Իդեպ արժե ինձ թվում է մի օր այդ մարդկանց էջերը հրապարակել եւ ասել սիրելի քաղաքացիներ, գալու են ձեր դուրը թակեն, քվե ուզեն ձեզանից, բայց ձեր մասին այս կարծիքին են։ Առաջի անգամ չի ինչ ասել են էլ ժեղ, էլ անբարոյականներ ու այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ այդ նույն քաղաքացիները պետք է իրենց ձայն տան, բայց ոնց կտա ձայն իրենց այդ քաղաքացին, որոնց իրենք անվանում են այդպիսի ստոր ձևով, հակառակը ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության